Պատկերացրել ես արդյոք Տիրոջ զորությունը։ Պատկերացրել ես Տիրոջ զորքին, բանակին։ Պատկերացրել ես Հիսուս Քրիստոսին երկնքում, ամպերի մեջ, ջերմակ ձիով, եւ հրեշտակների մի մեծ բանակ նրա հետ, եւ սրբերի մի մեծ բանակ ջերմակ նրա հետ։ Պատկերացրել ես։ Պատկերացրել ես Տիրոջ զորությունը։ Սատանան ինչպես է ծնկի գալիս Հիսուսի առաջ, Հիսուսի անվան առաջ, ինչպես է ծնկի գալիս, ինչպես է կատաղում, գազազում, խելագարվում է սատանան ամեն փրկվածի համար, ամեն փրկվածի պատճառով։ Պատկերացնում եք սատանան ինչպես է վախենում Հիսուս Քրիստոսից։ Պատկերացրել եք Հիսուսին, որ աշխարհի թագավորն է, տիեզերքի թագավորը։ Ես հաճախ եմ պատկերացնում Հիսուս Քրիստոսին նրա սրբերի բանակով, նրա հրեշտակների զորքով, ջերմակ առյուծը նրա կողքին, ինքն էլ ջերմակ ձիու վրա։ Տեսել եմ այդ աշխարհը ես, որտեղ կային ջերմակ առյուծը, նա հրեշտակներ պահապան, նա պահապանն է, արծիվը հզոր, ջերմակ ձիերը հրեշտակ, նրանք էլ են հրեշտակ։ Ցուլի, խոյի, չեմ կարող բացատրել այդ դեմքը, դեմքով գեղեցկագույն, գեղեցիկ կոտոշներով ջերմակ հրեշտակը, կենդանի տեսքով, կենդանիների տեսքով հրեշտակները, աչքերը մեծ երկնքում, այդ բոլորը պատկանում են Աստծուն, Հիսուս Քրիստոսին։ Հիսուսի զորությունը անսահման, ամբողջ երկիրն ու երկինքը կդղրդա Տիրոջ քայլերից, քայլերի ձայնից, Տիրոջ ներկայությունից։ Պատկերացնում եք ամպերի միջով ինչպես է նա գալիս ու նրա հետևից իր ողջ բանակը, նրա զորությունը անսահման, ով կարող է նրա դիմաց, ով կարող է ինչ-որ բան անել տիեզերքի Տիրոջ, տիեզերքի թագավորի, Հայր Աստծու որդու, ով ունի ամենամեծ զորությունը ողջ տիեզերքում։ Ինչքան է մարդիկ թերագնահատում Հիսուսին, ինչքան պարզ ու հասարակ կերպով են մոտենում Հիսուսին, մոռանալով, որ ամենակարող Աստված է Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինչքան չնչին ենք մենք նրա առաջ, բայց յուրաքանչյուրիս ինչպես է նա սիրում անսահման սիրով, ու ինչքան կարևոր ենք նրա համար, յուրաքանչյուրս։ Ու մեր հայրը, մեր փրկիչը, տիեզերքի ամենազորն է, ամենահզորն է, ու ամեն ինչ պատկանում է նրան, բայց նա ընտրել է քեզ, բայց նա սիրում է քեզ։ Նա, ով երկիրն ու երկինքը արարեց, յուրաքանչյուրիս արարեց, ստեղծեց Հայր Աստծու հետ միասին, ընտրել է քեզ, սիրում է քեզ, հոգ է տանում քո մասին, մտածում է քո յուրաքանչյուր խնդիրի, ցավի, անհանգստության, կարիքի մասին, բայց պատկերացրեք նրա զորությունը, նրա ով լինելը, Աստված իմ, ինչ ամենազոր ես դու, աշխարհն է քեզ ենթարկվում, քո անունից, քո ներկայությունից չարն է ծնկի գալիս, ոչնչանում, անեանում, տեղ է փնտրում, որ փախնի, թաքնվի։ Պատկերացնում եք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը երկիր։ Իր ողջ սրբերի բանակով, երբ գա դատելու, եւ դատելու է յուրաքանչյուրին, ով պատկանում է նեռին։ Պիտի երջանիկ լինենք, ամենաերջանիկն ենք, որ Հիսուսն է մեր հայրը, մեր փրկիչը, մենք պատկանում ենք նրան, նրանով ենք փրկված, նրանով ենք երանելի, երջանիկ, ինչ հրաշք է լինել Հիսուսինը, ու մի օր նրա բանակին պատկանել, ամենազոր Աստված, որ քայլում է ամպերով,
իր բանակի հետ, ճերմակ, սպիտակ բանակի հետ։ Հրեշտակներն են նրան ծառայում։ Ու նրա խոսքը կատարվում է, այն ինչ նա ասում է, այն ինչ նա ուզում է, նրա յուրաքանչյուր կամքը կատարվում է երկրի ու երկնքի վրա։ Ինչպես որ նա որոշի, այդպես է։ Բայց նա ամենազոր Աստված 2025 տարի առաջ եկավ երկիր որպես հասարակ մարդ, ծնվեց որպես հասարակ մարդ, բայց հետո փառավորվեց իր զոհաբերությամբ, հանուն սիրո, հանուն փրկության։ Երանի ինձ, երանի քեզ, որ չնայելով ոչ մի բանի, մինչև վերջ գնալու ենք Հիսուս Քրիստոսի հետևից։ Երանի մեզ, որ մի օր լինելու ենք Հիսուսի բանակի մեջ մի մասնիկը։ Երանի մեզ, որ ընտրել ենք Հիսուսին, միակ ճշմարտությունը, կյանքը եւ ուղին, եւ հավատարիմ կմնանք մինչև վերջ։